Ողջույն, տաղավարում այսօր հյուրընկալել են կոմպոզիտոր Շուշան Սարգսյանին, ում մոնոօպերաները ընդգրկված են Գրեմի մրցանակաբաշխության լավագույն դասական ստեղծագործություն անվանակարգում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Թերևս մեր զրույցը սկսենք պատանեկան տարիներից։ Դուք մեծացել եք Ուկրաինայում եւ սովորել եք Խարկովի կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել եք Հայաստան։ Սովորաբար կոմպոզիտոր ցանկանում են դառնալ նրանք, ովքեր ունեն ստեղծագործական ձիրք։ Այդ ձիրքը բացահայտված էր, թե ուղղակի մեծ էր կոմպոզիտոր դառնալու ցանկությունը։ Տեսեք, նախ մանկությանս մի մաս անցել է Հայաստանում, հետո մենք տեղափոխվել ենք, երբ ես 13 տարեկան էի արդեն եւ սովորում էի ուկրաինական դպրոցում սկզբում, հետո արդեն Խարկովի կոնսերվատորիայում, հետո տեղափոխվեցի Հայաստան եւ ընդունվեցի այստեղ ստեղծագործական բաժին Վախթան Աճեմյանի դասարան, իսկ մինչ այդ ես Խարկովում սովորելու տարիներին անընդհատ Տիգրան Մանսուրյանի մոտ էի գալիս գնում եւ մենք միասին մաստեր կլասեր իր մոտ անցնում, սովորում էի իր մոտ։ Ու դա տևեց մոտ մի 5-6 տարի հաստատ Մանսուրյանի մոտ այդ շատ բեղուն այդ պիրոդներ էլի որ սովորում էի, այդ շրջանը շատ բեղուն էր ստեղծագործական։ Եվ բացահայտվեց ամեն ինչ Ուկրաինայում, երբ երաժշտական դպրոց այստեղ հաճախում էի, բայց երբ տեղափոխվեցին, քանի որ լեզուները պետք էր սովորել եւ ուկրաիներենին պետք էր ավելի շատ ոնց որ ժամանակ չկար զբաղվել երաժշտությամբ եւ երաժշտական դպրոց գնալ։ Սակայն ես ամեն օր արագ դասերս սովորում էի եւ հետո նստում էի դաշնամուրի մոտ եւ ժամերով նվագում էի։ Հայրս ասում էր, այսօր չես նվագել ինձ համար այն ստեղծագործությունը, որը սկիզբ ունի եւ վերջ չունի, որովհետեւ ես անընդմեջ այդ process-ի մեջ էի, ես չգիտեի, որ ես ստեղծագործում էի։ Ու ինքը միշտ հարցնում էր, սա ինչ գործ է։ Ասում էի, չգիտեմ, տենց լսում եմ, նվագում եմ։ Ու ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա ստեղծագործել հենց process-ը հենց այդպեսին է լինում։ Հետո արդեն մայրս մի օր ասաց, որ երաժշտական դպրոցը երևի թե շարունակես ու ավարտես։ Ես ասացի ոչ, որովհետև ես մտածում էի բժշկուհի պիտի դառնամ, պապայիս հետ այդպես էինք որոշել։ Եվ իսկապես շատ հաջողություններ ունեի այդտեղ նույնպես, որովհետև շատ լավ բիոլոգիա, քիմիա սովորում եւ պարապում մրցույթներին եւ օլիմպիադաներն էի հաղթում եւ այլն, բայց մի օր մայրս ասաց, արի գնանք, ուղղակի ավարտես։ Ասացի լավ։ Գնացինք սոլֆեջոյի դասներ եւ բոլորին հանձնարարեցին ստեղծագործել 8 տակտ։ Բոլորը ստեղծագործեցին բացի ինձանից, քանի որ ես չգիտեի ոնց պիտի դա անել։ Բոլորին նշանակեցին գնահատականներ, ինձ ասաց քեզ 2 կնշանակեմ, որովհետեւ դու չես արել դասը։ Ես էլ ասացի մի հատ լսեմ, տեսնեմ իրանք ինչ են անում նոր։ Նվագում են հերթով, ասացի հայ ես ինչա որ չանեմ։ Եկեք ես մի անգամից ձեզ նվագեմ հիմա, մենակ թե ինձ այդ 2-ը մի դրեք, որտեվ ասի հետո պիտի գնամ, գամ նորից այդ 2-ը ուղղեմ, ինձ պետք չէ։ Մի խոսքով ասեց լավ։ Ու նվագում եմ, ինքը մոտեցավ, դաշնամուրին նայում է դեմքիս ասեց ստոպ։ Էս ինչ ես նվագում։ Ասացի չգիտեմ, ես ամեն օր դա նվագում եմ, բայց չգիտեմ դա ինչ է։ Ասեց նույնը կարաս նորից կրկնես։ Ասի այդ է իմ ամբողջ խնդիրը, որ ես միշտ տարբեր եմ նվագում, բայց նմանատիպ ինչ որ բաներ, ուղղակի տարբեր։ Ասեց իսկ ես ինչ ակորդ ես նվագում, մենք սա չենք անցել։ Ասեց չգիտեմ, ես տենց եմ լսում։ Ու ինքը ասեց գնանք տնօրենի մոտ։ Ես ասացի վայ մի հատ էլ տնօրեն, մի հատ դասի համար ինչ տնօրեն։ Գնացինք տնօրենի մոտ, ասեց նորից նվագի, նվագեցի, նայեցին իրան համաձայնության նշանով սենց գլխի, մայրիկիդ համարատուր։ Մայրիկի համարատուր։ Զանգում են մայրիկիս, ասում են եկեք դպրոց, կարաք հիմա գաք։ Մենք մոտ էինք ապրում երաժշտական դպրոցին, մայրիկս գալիս է դպրոց։ Եվ ասում են, որ ձեր աղջիկը ստեղծագործում է, ու ես ծիծաղում եմ, ասում ստեղծագործում, այդ ոնց տենց եղավ։ Ասում են հենց բոլոր նշաններն է, որ ստեղծագործում է ու այն կարգի, որ մենք իրավունք չունենք այս փոստակը սենց թողնենք։ Դեմ չէ, եթե ինքը գնա կոմպոզիցիայի դասերին։ Մայրս ասաց, չէ, իհարկե դեմ չեմ, թող գնա։ Ես ասացի, ես չեմ հասցնի, ես պարապում եմ ընդունվելու համար, ես ժամանակ չունեմ ոչ մի կոմպոզիցիայի դասեր։ Իրանք ասացին, դուք եք հասկանում, այնքան ամեն ինչ նուղջա, որ պարտադիր է պետք գնալ։ Ու ես տենց հանձնվեցի, ասացի, լավ, եթե կգնամ դուրս չգամ, միշտ կարող եմ ասել ոչ։ Մի քանի դաս հետո արդեն ես որոշեցի, որ դասատուին պիտի փոխենք, որովհետև ինքը ինչ ասում էր, ինձ հետաքրքիր չէր։ Եվ փոխեցինք եւ եկավ շատ ուրիշ ուսուցչուհի, որը որ շատ մեծ դեր ունեցավ իմ այդ հատվածում կայացման մեջ, ոչ թե որպես կոմպոզիտոր, այլ որպես երաժիշտ։ Առաջին հերթին, որովհետև ես բաց թողումներով էի երաժշտական դպրոց գնացել եւ շատ մեծ բաց կար, որը պետք էր լրացնել։ Եվ արդեն մի քանի ամսից ես մի քանի ստեղծագործություններ ներկայացրեցի երեխաների մրցույթում եւ մտա լավագույն 100-ի մեջ։
Եվ հետո ավելի առաջ անցա ու արդեն պարզ էր, որ եթե մրցույթ ապա պիտի մասնակցե։ Ու տարբեր տենց մի քանի մրցույթներից հետո որոշեցինք, որ մայրս արդեն լուրջ խոսեց ինձ հետ, բա արի կլինի քո այդ մտադրանքը բժիշկ դառնալու մի կողմ դիր, որովհետև էսա քոնը։ Ես իհարկե չէի համաձայնվում, նա մի օր մի ֆիլմ ցույց տվեց, ասեց, տես ոնց են լինելու մորգում, չգիտեմ ինչ եւ այլն, մարդկանց հերձելուց եւ այլն։ Բժշկական այդ բարդությունները ցույց տվեց, թե ինչերի հետ ես կարող եմ առնչվեմ, եւ ես իհարկե շատ էի վախեցել, շատ ազդվել էի, ոչ թե նույնիսկ վախ չէր, ազդվել էի շատ։ Հասկանում էի, որ շատ տխուր կլինի ինձ, անընդհատ այդ տխրությունն էր գալիս ինձ մոտ եւ ես տեսնում եմ մարդը հիվանդ է, պիտի նրան օգնես, այո, պիտի օգնես, ուզում էի օգնել, բայց այդ ամենի մեջով ես չգիտեի ես կարայի անցնել, թե չէ, անընդհատ տեսնել հիվանդ մարդկանց, անընդհատ դրա մեջ լինել, առնչվել այդ ամենի հետ եւ ես որոշեցի, որ ճիշտ է իմ էությանը ավելի մոտ է երաժշտությունը եւ երաժշտությունը հաղթեց իհարկե։ Երբ կար արդեն հստակ որոշում, վերջ։ Ես որոշեցի, որ ես պիտի կոնսերվատորիա ընդունվեմ, ես պիտի միայն ամենաբարձր կետերում լինեմ, պիտի աստղերի հետ աշխատեմ, ամբողջ աշխարհով մեկ պիտի շրջագայեմ եւ ցույց տամ իմ երաժշտությունը եւ դա այդ ժամանակ թվում էր մի հատ հեքիաթ, որովհետեւ ես նույնիսկ լավ չէի նվագում եւ ինձ պետք էր սկզբի համար նվագել սովորել եւ այլն։ Եվ շատ կարճ ժամանակ անց ես ընդունվեցի արդեն կոնսերվատորիա եւ այնտեղ նույնպես շատ դժվար էր, որովհետեւ բոլորը գալիս էին ուսումնարանից հետո երաժշտական, արդեն մասնագետներ, ես տարիքով փոքր էի բոլորից, 3-4 տարով եւ ես չունեի այդ երաժշտական այդ ուղին անցած, որոնք նրանք ունեին եւ ինձ շատ դժվար էր եւ քանի որ գործերը շատ էին հավանե, պայմանականորեն ընդունեցին եւ ասեցին մի քանի ամիս հետո եթե առաջին սեմեստրը լավ հանձնես, քննությունները կմնաս, չէ, ուրեմն կներես։ Ես օրոգիշեր պարապում էի, այդ օրոգիշերը տևեց 5 տարի, ես 5 տարի օրոգիշեր այն կարգի, որ արդեն վերջում հավատեցի կարմիր դիպլոմով եւ վերջում շատ մեծ գիտական աշխատանք էի գրել, նաեւ որպես երաժշտագետ էի այնտեղ սովորում նաեւ, որը որ տպագրվում էր տարբեր գիտական ամսագրերում, թերթերում, այո, այդպիսի մեծ աշխատանք էր արված։ Եվ հետո բնականաբար իմ դասախոսը մտածում էր ես պետքա գիտությամբ գնամ եւ շարունակեմ, ես ասի ոչ, ներողություն, ես պետքա գրեմ երաժշտություն, իմ տեղը այնտեղ է եւ ես չեմ կարող գիտական աշխատանքով այս բանին զբաղվել։ Իհարկե այդ մեծ դպրոցը, որ ես անցա, ինձ շատ կրթեց, որովհետեւ ես հիմա շատ լավ տիրապետում եմ ամբողջ համաշխարհային երաժշտությանը եւ ես գիտեմ ինչա պետք, որպեսզի շարունակվի այդ ամենը եւ դա ինձ շատ է օգնում, որ ես կարողանամ ճիշտ օրկեստր գրել, ճիշտ նվագախմբի համար կարողացել այնպես նվագախումբը, որ հնչի եւ առասարակ ձայնին տիրապետել եւ բոլոր նրբություններին ես այդ տարիներին սովորեցի տիրապետել բնականաբար եւ դա իմ գործը շատ է հեշտացնում այսօր։ Ինչպես հասկացանք, երիտասարդ տարիներին ոչ պրոֆեսիոնալ կերպով ստեղծագործել եք, բայց երբ գրվեց առաջին պրոֆեսիոնալ երաժշտությունը։ Երբ ես արդեն 14 տարեկան էի։ Մի քանի ամիս անց այդ ունակությունները հայտնաբերելուց, այսպես ասած, մի քանի ամիս անց արդեն։ Բայց համարում եմ դասական առաջին ստեղծագործությունը, որը որ ինքը իրանից ինչ որ արժեք էր ներկայացնում, դա 16 տարեկանում էր, որ Մանսուրյանը մի անգամ իրանց տանն էինք, ասեց չինացիների գործերը լսել ես, ասեցի չէ, ասեց մի հատ բան միացնեմ, լսի, միացրեց ու իմ ամբողջ ներաշխարհը փոխվեց։ Ժամանակակից չինական դասական երաժշտություններ եւ ես շատ տպավորված էի եւ եկա եւ գրեցի ստեղծագործությունը մեկ անգամ քարանձավում, այդպես է թարգմանաբար, այդպես էր կոչվում, երկմասանի ստեղծագործություն եւ գրեցի եւ գնացի Մանսուրյանին ցույց տվեցի, ասեց այսա ուրիշ։ Ու սկսեցինք ավելի խորապես աշխատել այդ ուղղությամբ եւ մենք սովորում էինք մի քանի տարի խոսքի եւ երաժշտության միաձուլումը, թե ինչպես պետք է լինի, թե ինչպես պետք է լինի կադրի համար գրված երաժշտությունը։ Այդ ամենը շատ մեծ արվեստ է, շատ մեծ։ Եվ շատ հետաքրքիր են մեր դասերը անցնում, օրորի էլ ավելի էր հմտությունը ավելանում օրորի եւ նա ասում էր չշտապես, մի շտապի գրել ինչ որ գործ, հմտացի, հավաքի այդ ամենակուտակի ինքը հետո դուրս կգա ճիշտ ձևով եւ դա շատ ճիշտ էր։ Պետք է համբերատար ուղղակի աշխատես։ Պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստացած մասնագետները հաճախ են հորդորում լավ որակյալ երաժշտություն լսել։ Այո։ Որն է այդ որակյալ երաժշտությունը։
Տեսեք, դուք կարող եք լսել ցանկացած ոճում, երգեր, սիմֆոնիաներ, կինոերաժշտություն, սակայն բոլոր ոճերում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները։ Նույնիսկ ամենահասարակ երգը պիտի գրի պրոֆեսիոնալ մարդ, որովհետև միայն պրոֆեսիոնալը գիտի, թե այդ երգը ինչպես պետք է գրվի, որպեսզի նա արժեք ներկայացնի իրենից։ Եվ դա է որակովը։ Բայց կան շատ պրոֆեսիոնալներ, որոնք որ այդ երգը չեն կարող այնքան սրտով գրել, որքան որ պետք է։ Եվ կան ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք շատ սրտով գրում են, ստեղծում են, սակայն ճիշտ շտկման դեպքում եւ միևնույն է այդ փուլից հետո նրանք պիտի համագործակցեն ճիշտ պրոֆեսիոնալ գործիքավորողների հետ, երգիչների հետ, որպեսզի վերջնական տեսքը լինի միևնույն է պրոֆեսիոնալ։ Այլապես մենք կլսենք այն, ինչ այսօր լսում ենք, ցավոք։ Անորակ երաժշտություն։ Շատ անորակ։ Ու ասեմ ամբողջ աշխարհում այդ տենդենսը, բայց Հայաստանում էլ ավելի, որովհետև մի տեսակ ինձ թվում է մեզ չի սազում նման երաժշտության վրա մեծանալ, որովհետև կամ լսել, որովհետև մենք ունեցել ենք շատ ուժեղ կոմպոզիտորական դպրոց, մեզ իսկապես դա չի սազում։ Դուք երաժշտություն եք գրել հայտնի մարդկանց համար, օրինակ Բոչելի, Գարուի, ինչպես է տեղի ունեցել ձեր հանդիպումը եւ արդյոք համագործակցությունը շարունակական բնույթ է կրել։ Տեսեք, մենք ստեղծագործությունները իրանց համար արդեն գրված կան, բայց դեռ ձայնագրությունները տեղի չեն ունեցել, որտեղ մեծ համերգային ծրագիր եմ նախատեսում, որտեղ առաջին անգամ դրանք պիտի հնչեն։ Եվ այդ համերգներից առաջ նոր տեղի կունենան ձայնագրությունները։ Բայց Գարուի հետ երբ հանդիպեցինք, շատ տպավորություններ, որ տարիներ շարունակ միմյանց ճանաչում ենք եւ միանգամից հասկանում ես, որ դա այդ երգիչի հետ դու կարող ես աշխատել, կարող ես համագործակցել։ Եվ ստեղծագործությունը երբ ուղարկեցինք, ինքը լսեց, միանգամից հասկանում է, որ այո, այս կոմպոզիտորը հետ կարող է աշխատել։ Եվ նույն ձևի Սաֆինան, Ալեսանդրո Սաֆինան, որի հետ մենք մի քանի անգամ տարբեր երկրներում հանդիպել ենք եւ երգը երբ ցույց տվեցի, մի անգամից ինքը սիրահարվեց այդ երգին ու ասում էր դու միայն պիտի ինձ համար գրես, ո՞լ ուրիշ ոչ մեկի համար մի գրի։ Այնքան հոգեհարազատ էր այդ ամենը եւ միշտ պնդում էր, որ դու իտալուհի ես, դու գրում ես օպերային ձայնի համար այնպես, ինչպես իտալացիները։ Ասում եմ, ես իտալուհի չեմ, ես հայուհի եմ։ Բայց նրա համար զարմանալի էր, քանի որ իր կարծիքով օպերային ձայնի համար լավագույն ձևով գրում են իտալացիները առաջին հերթին։ Եվ այդ զգացողությունները շատ հետաքրքիր են, որովհետև այլ աշխարհ է մի քիչ, այլ մոտեցումներ են, նախ շատ պրոֆեսիոնալ թիմ ունեն, եւ այդ պրոֆեսիոնալ թիմը ստիպում է քեզ համապատասխան ձևով վերաբերվել աշխատանքին, որը դուք անում եք։ Մեծ տեխնիկական հարցեր կան, ինչ ասում ես ձայնագրություններին, որտեղ դրանք պիտի լուծել եւ դրանով զբաղվում են թե իրենց կողմից շատ պրոֆեսիոնալ մարդիկ։ Բոչելի հետ կապված շատ հետաքրքիր, որովհետեւ երբ ես Կաննի փառատոնում էի եւ ստեղծագործությունները այնտեղ էինք, մտածում էինք հանդիպեինք իր հետ եւ պիտի գնայի իրենց տուն, քանի որ իր կինը զանգեց եւ հրավիրեց իրենց տուն, ասաց որ գործերը լսել են եւ շատ հավանել են եւ կուզեն ծանոթանալ։ Արդեն առավոտյան պիտի մեկնեի, որովհետեւ մոտիկ էին շատ իրենք ապրում Կաննին, շատ մոտ էր եւ նրա մայրը մահացավ ու այդպես էլ ես չմեկնեցի ու մենք արդեն կապի մեջ էինք ոնց որ on-line մինչեւ կարողանանք հասնենք ձայնագրության, բայց նման մարդկանց հետ աշխատելը միշտ չի որ շատ հեշտ է լինելու, դա ճանապարհ է, որը դու անցնում ես, որպեսզի գաս այդ կետին, դու հասկանում ես, որ որպեսզի երգով նույնիսկ դիմես կամ երգ ցույց տաս, մի քանի ամիսներ, նույնիսկ տարիներ կարող է աշխատես այդ ուղղությամբ։ Եվ բացի դրանից նրանք նայում են, թե դու ում հետ ես մինչև հետ աշխատել, ինչ ես արել, այսինքն ճանապարհ պիտի անցնես, որպեսզի նման աստղերի հետ աշխատես։ Միանգամից կարող է ստացվել, բայց դա շատ դժվար է։ Կա համաշխարհային աստղ, ում հետ ուզում եք իսկապես աշխատել։ Իհարկե Սելին Դիոն, Լարա Ֆաբյան։ Լարա Ֆաբյանի հետ կարծում եմ շուտով պիտի սկսենք, որովհետև ինքը նույնպես կլինի իմ համերգի մեջ եւ աշխատել եմ արդեն Ժուլիան Դասենի հետ, Ժո Դասենի տղայի հետ եւ դա շատ հուզիչ էր, որովհետեւ մեծանում ես հոր երգերի տակ ու մեկ էլ նա երգում է քո երգը եւ Ֆրանսիայում ձայնագրությունների ժամանակ ես այնքան էի հուզվել, որ չէի հավատում, որ դա տեղի է ունենում արդեն ժամանակն է, երազանքները կատարվում են։ Եվ աշխատել եմ նաեւ Հելեն Սեգարայի հետ, նույնպես Էսմերալդայի դերակատարուհին եւ ինձ համար նույնպես մեծացել ենք այդ երաժշտության վրա, նույնպես մեծ երազանք էր դա եւ դա նույնպես կատարվեց, այսինքն պետք է երազել եւ երազանքները ինչքան մեծ են լինում, այնքան դու ավելի շատ ջանք ես գործադրում, որպեսզի դրանք կատարվեն եւ
կատարվում են երազանքները։ Երազանքեր նաև Գրեմին մասնակցել է։ Այո, երազանքեր եւ ես դրան գալիս էի 20 տարուց ավել, ես չեմ վախենա դա ասել, որովհետեւ տարիներ շարունակ ես ինձ հղկում էի, որ հենց դասական երաժշտության մեջ լինեմ, կամերային երաժշտության մեջ այնպիսին, որ ես կարողանամ ինքս ինձ թույլ տամ առաջին հերթին, ասեմ, այ հիմա ժամանակն է, ես պատրաստ եմ։ Իսկ ինչու որոշվեց հենց մոնոօպերա ներկայացնել։ Տարիներ առաջ Ավետ Տերտերյանի կինը Իրինա Տիգրանովան, որը հրաշալի երաժշտագետ էր, նրա հետ մենք շատ մտերմացել էինք, որովհետև նա իմ համերգից հետո հիացած էր ուղղակի ստեղծագործություններով եւ անդադ հետևում էր իմ գործունեությանը։ Ինձ ասաց տարիներ անց դու կսկսես գրել մոնոօպերաների ժանրում, ես վստահ եմ ու դու կանես այնտեղ այն ինչ դեռ չի արվել։ Ու ես միշտ դա հիշում էի, ու ինձ շատ մոտ էր մոնոօպերաների ժանրը։ Ես շատ սիրում էի Պուլենկի մոնոօպերան, շատ սիրում էի Թարիվերդիևի գրված, շատ էի սիրում այդ ամենը եւ ինձ համար այդ ժանրին կպնելը մի տեսակ շատ sense լուրջ գործ էր եւ ես ասում էի մի քիչ էլ կամերային երաժշտության մեջ հմտանամ, մի քիչ էլ նոր կպնեմ այդ ժանրին եւ քանի որ կամերային վոկալ երաժշտությունը ես գտնում եմ որ իմ ամենակարևոր կետերից եմ, որտեղ ես ամենալավ ձևով կարող եմ բացվել եւ ես բնականաբար այդտեղ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում այդ ոճային ուղղվածությանը եւ եթե ներկայացնի ապա միայն այդ ուղղվածությամբ երաժշտությամբ այլ ոչ թե նվագախմբային, որովհետև ես շատ լավ եմ զգում հենց ձայնի հետ, ձայնը, մարդկային ձայնի հետ աշխատելու հմտությունները եւ այլն, ես զգում եմ, թե ինչ պիտի լինի, ոնց հնչի, այսինքն ամենահասարակ գրված նույնիսկ երբեմն ուղակի գրված sense մի քանի մեղեդային գծերը, երբ երգիչները փոխում են, իրանք ասում են բարդ, բայց շատ հեշտ է ձայնի համար, այսինքն ձայնը չի ծանրաբեռնվում ու դա շատ կարևոր գնահատական է, որովհետև ոչ թե միայն պիտի գեղեցիկ լինի, ոչ թե միայն պիտի պրոֆեսիոնալ լինի, այլ նաև եթե ձայնի համար պիտի շատ հարմար լինի երգչի ձայնին։ Որոշումը ինչպես կայացեցիք մասնակցության հայտ ներկայացնել Գրեմի եւ ինչ ստեղծագործություններ են ներկայացված։ Որոշումը կայացվեց մի քանի ամիս անց, արդեն դիմելուց, որովհետև ես այդպես ասում եմ 20 տարի առաջ պլանավորել էի, որ ես 25-26 թվին պիտի դիմեմ Գրեմի։ Եվ հիմա այդ գրառումները պատահական են նորը հայտնաբերեցի ինձ մոտ ու չգիտեմ ինչի այդ ժամանակահատվածների իմ համար ֆիքսել, չգիտեմ ինչի։ Եվ հասկացա ոնց որ sense մի օր արթնացա եւ հասկանում էի որ հիմա ժամանակն է, այ հիմա, ոչ թե վաղը, ոչ թե երեկ, այլ հենց այսօր։ Ու բնականաբար դիմեցի երկու մոնոօպերաները, մեկը Reflections-ը, որը գրված էր արդեն, ես ուղղակի ռեդակցիա արեցի իրան, եւ Dialogue-ը, որը նոր էր ստեղծվում եւ միտքը կար, ունիկալ է նրանով, որ առաջին նմուշն է համաշխարհային երաժշտության մեջ, որպես մոնոօպերա գրված բարիտոնի համար։ Երբևիցե դա չէր արել ոչ մի կոմպոզիտոր, եւ ես շատ պատասխանատվությամբ էի դրան մոտենում, երբ միտքը կար, ես երկար ժամանակ մտածում էի, թե դա ոնց եմ իրագործելու։ Հետո հրաժարվել եմ տեքստից, ամբողջովին երկու օպերաների մեջ էլ եւ աշխատել եմ հնչյուններով, որոնք մեր Այբուբենի հնչյուններն են, որոնց մեջ շատ մեծ ուժ կա եւ ես կարծում եմ, որ այդ հնչերանգները շատ ավելի հետաքրքիր են դարձնում իմ մտահղացումը։ Եվ նաեւ հետաքրքիր շատ բեմականացման մտքեր կան, թե ոնց պիտի դա լինի բեմի վրա, ինքը լինելու է շատ արդի, բայց միևնույն ժամանակ շատ արխայիկ եւ խորքային մեր ամբողջ մեղեդային եւ մեր մշակութային եւ մեր կոմպոզիտորական դպրոցի ակունքների վրա հիմնված շատ հետաքրքիր լուծումներով եւ շատ մոդեռն, ժամանակակից եվրոպական եւ նաեւ արմատները չմոռանալով։ Այդպիսի ստեղծագործություններ են եւ այդ երկուսն էլ որոշեցինք ներկայացնել։ Հույս ունեինք, որ երկուսն էլ կանցնեին, բայց անցան երկուսն էլ։ Կատարողները հայեր են։ Այո, կատարողները ազգությամբ հայեր են, Թերեզա Գևորգյանը, սոպրանո ֆանտաստիկ ձայնով, որը ապրում է Մեծ Բրիտանիայում, այնտեղ է սովորում, այնտեղ է սովորել եւ այնտեղ է բնակվում։ Աքսել Դավեյանը բարիտոն, որը այս պահին բնակվում է Գերմանիայում, եւ Մարտին Շահբազյանը դաշնակահարը, որը բնակվում է Դալասում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ Էրիկ Մանուկյանը, որի հետ մենք բազմից արդեն աշխատել ենք, նա Հայաստանում է եւ ջութակն է նվագում այս ստեղծագործության մեջ, Reflections-ի մեջ եւ այդ հիանալի երաժիշտների հետ միասին մենք ձայնագրեցինք երկու ստեղծագործություններն են։ Ու այդ ընթացքում իմ ոտքը կոտրվեց,
մենք պիտի մեկնեինք Վիեննայում ձայնագրեինք, քանի որ տեխնիկապես այնտեղ ավելի հագեցած էին ստուդիաները, որոնք մեզ պետք էին մեր ուզած որակի ձայնագրություններ ստանալու համար, սակայն այդ միջադեպից հետո բնականաբար որոշվեց, որ երաժիշտները պիտի գան Հայաստան եւ մենք փորձենք այստեղ ձայնագրել, սակայն կային խնդիրներ տեխնիկական որոշակի եւ մենք դա արագ լուծեցինք եւ փորձեցինք Հայաստանում ունենալ նման որակի ձայնագրություններ։ Իսկ post production-ը արդեն ամբողջ ձայնագրություններից հետո աշխատանքը արվեց Սան Ֆրանցիսկոյում, արվեց Միացյալ Նահանգներում եւ ներկայացվեց հենց Միացյալ Նահանգներում գտնվող ընկերության կողմից, IFL Music-ի կողմից եւ այդպես է կարգը, որը ներկայացրեց ստեղծագործությունները։ Ձեզ ստեղծագործելու համար ինչ է պետք, այսինքն ստեղծագործում եք այն դեպքում, երբ ունենում եք ինչ-որ զգացողություններ, թե ինչ-որ մեկի պատմության հիման վրա կարող եք ստեղծագործել։ Շատ տարբեր։ Ես մինչև հիմա չգիտեմ ոնց է դա լինում։ Ես ուղղակի լսում եմ այդ երաժշտությունը։ Ոնց որ ինչ-որ մեկը երգի կամ ինչ-որ պատկեր, ես տեսնում եմ պարտիտուրան ոնց պիտի լինի, որ գործիքը գրված։ Ես չեմ հասկանում, թե դա ոնց է տեղի ունենում։ Ես ուղղակի կարող է դա լինի քնի մեջ, կարող է լինի առավոտյան շատ շուտ, կարող է լինի օրվա ընթացքում, կարող է դու քայլես ուղղակի փողոցում, իմ ամբողջ դիկտաֆոնը հեռախոսի բազմաթիվ մեղեդիներով, որ ես քայլելուց երգում եմ այդ պահը, որ չմոռանամ, հետո կամ չգիտեմ, 1000-ից ավել sense կտորներ կան մեղեդային, որ անդադ պահում եմ, որ չմոռանամ, որովհետև մի քանի վայրկյան է գալիս է, լսում ես ու վերջ, այլ չկա։ Այդ պահին պիտի հասնես ֆիքսես։ Ու հետո նոր արդեն սկսես աշխատել այն կտորների վրա, ինչ եկավ, որովհետև ես գտնում եմ, որ մեր միջով ուղակի հոսում է այդ կոնկրետ ես դա չեմ անում, իմ միջով հոսում է, ես փոխանցում եմ այդ ինֆորմացիան, դա ի վերուստ է տրված։ Ուղղակի ես պիտի կարողանամ դա շատ պրոֆեսիոնալ եւ գեղեցիկ ձևով մատուցել, այ դա իմ խնդիրն է, այո։ Բայց ես կարծում եմ, որ եթե երաժշտությունը չի ծնվում, չես լսում իրան ու ինքը քո սրտից չի գալիս, ինքը երբեք սիրտ չի հասնելու։ Դա բացառված է ու ինքը արժեք չի ունենալու։ Մնայուն արժեքները ստեղծվում են միայն, երբ որ սրտի մեջ են ծնվում, սրտից եւ գնում են դեպի դիմացինի սիրտ։ Այ ամենամեծ ցանկությունը միշտ դրանում է, որ ես երբեք չանեմ ոչ մի արհեստական բան։ Ես իրավունք չունեմ դա անելու, որովհետեւ ես ինքս ինձ կդավաճանեմ եւ նաեւ հանդիսատեսին։ Ավելի լավ է քիչ լինեն գործերը, բայց սրտային, սրտից գնացող։ Երաժշտության հետ նաեւ բառեր գրում եք, թե ոչ։ Երբեմն բառերի որոշ բառեր դուրս են գալիս։ Օրինակ ժամեն երբ գրեցի Շարլ Ազնավուրի 101-ին նվիրված այդ ստեղծագործություններ, ես դա գրեցի, երբ կարդացի իր կոշիկների մասին պատմությունը հուզիչ։ Եվ մի անգամից երգը ծնվեց ու հենց ժամե բառով գրքներքը եկավ։ Ու ես ասացի երգը կկոչվի ժամե, բայց մենակ այդ մի բառն էր եկել։ Եվ հետո արդեն երբ որ խոսքերը հեղինակետ աշխատում էինք, ինքը ասում էր՝ «Արի գրքներքը սենց անենք», նենց ասում էր՝ «Ոչ, երգը ժամե է կոչվում, ինքը պիտի հենց ժամեով սկսվի»։ Եվ այդպես գալիս են մտքեր, որոշ բառեր, բառակապակցություններ, բայց ես գտնում եմ, որ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, եւ ես այդքան լավ չեմ կարող խոսքեր գրել, որքան երաժշտություն, դրա համար ավելի լավ է խոսքերը գրեն պրոֆեսիոնալներ։ Դուք մասնակցել եք նաև Կաննի կինոփառատոնին, ընդհանրապես ֆիլմի համար ստեղծագործող կոմպոզիտորը ինչպիսին պետք է լինի։ Տեսեք, ֆիլմի համար ստեղծագործող կոմպոզիտորը պետք է կարողանա աշխատել շատ տարբեր ոճային ուղղվածություններով երաժշտական, որտեղ ֆիլմի մեջ ամեն ինչ է պետք՝ երգ, սիմֆոնիա, օպերա, ինչ ասես կարող է լինել։ Եվ եթե ռեժիսորը չի գտնում մի կոմպոզիտորի մեջ այդ բոլոր կոմպոնենտները, ինքը ստիպված է լինում ներգրավել մի քանի կոմպոզիտորների միգուցե մի ֆիլմի համար։ Եվ ֆիլմը այնքանով է հետաքրքիր, որ դու արդեն կարդում ես սինոպսիսը կամ սցենարը կամ տեսնում ես կադրերը, ամեն ինչ պատկերացնում ես, շատ պատկերավոր է, բայց նաև բարդ է, որովհետև դու պետք է կադրը դու կարող ես գցես քո վատ երաժշտությամբ եւ բարձրացնես կադրի ուժը, այսինքն կադրը ավելի ազդեցիկ պիտի դարձնես։ Եվ եթե դու չես զգում տվյալ սցենարը կամ այդ ավելի լավ է հրաժարվել, որովհետև եթե դու չես զգում, դու չես կարող լավ անել։ Իսկ դա շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև արդեն դու ստեղ մենակ չես, ստեղ կա մեծ թիմ, կինոթիմ, եւ դու եթե դու վնասելու ես, ավելի լավ է չմտնես այդ ամեն ինչի մեջ, որովհետև երաժշտությունը շատ մեծ դեր է խաղում ֆիլմում։ Ինքը կարող է կադրը տապալել եւ կադրը բացացնել, արժևորել այն կարգի, որ դու երաժշտության համար նույնիսկ կադրը ընկալես եւ ճիշտ նայես։ Դե այդտեղ բախումներ ա լինում որոշ դեպքերում ռեժիսորների հետ, բայց հիմնականում ինձ մոտ ստացվում է համագործակցել։
Ինչպես հասկացա, դուք սիրում եք բարդություններ։ Սիրում էի։ Հիմա ոչ։ Հիմա որոշել եմ, որ պիտի ամեն ինչ շատ հեշտ լինի։ Քանի որ ձեր նպատակները կատարվում են, ո՞րն է ամենակարևոր նպատակը, որ ցանկանում եք իրականություն դառնա։ Դե առաջին հերթին հաղթել գրեմին։ Եթե երաժշտական ասպարեզի մասին ենք խոսում, իրականում ես մոնոօպերաների մեջ, եթե դասական երաժշտության մասին ենք խոսում, պիտի հասնեմ այն կետին, որը իմ մեջ ես զգում եմ, որ պիտի հասնեմ եւ պետքա այնտեղ ես շատ մեծ փոփոխություններ անեմ տվյալ ժանրի մեջ։ Դա իմ միսիաներից մեկն է եւ կինոերաժշտության մեջ բնականաբար այնպիսի ֆիլմ պիտի լինի, որը որ մնայուն շատ մեծ արժեք իրենից ներկայացնի եւ այդ ֆիլմը լինելու է, ես գիտեմ դա։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք հիմա։ Եվ եթե երկեր, ապա պիտի այդ երկերը ամբողջ աշխարհը երկեն։ Եվ այդ ուղղությամբ նույնպես շատ մեծ աշխատանքներ են գնում։ Դա ինչ վերաբերում է երաժշտությանը եւ բնականաբար ես ունեմ շատ այլ տարբեր երազանքներ, բայց մենք քանի որ այսօր խոսում ենք երաժշտությունից, ամենաառաջինը միշտ գրել այնպիսի երաժշտություն, որը մարդկանց կհուզի, որը մարդկանց կյանքը կդարձնի ել ավելի լավը, որովհետեւ եթե քո արվեստին կպնելով չեն դառնում ել ավելի լավը, այդ դեպքում իմ կարծիքով դա իմաստ չունի, որովհետև արվեստը գեղեցկացնում է մարդու կյանքը։ Տեսեք, օպերաներ գրելու նաև իմ միտքը գալիս էր նրանից, որ ես սովորում էի Վարդան Աճեմյանի մոտ, եւ այդ կերպարային մտածողությունը նա ոնց որ sense ներմուծեց ինձ մեջ շատ մեծ ձևով, որովհետև ինքը միշտ ասում էր, եթե դու գրում ես ու չկա կերպար, չկա այդ ամբողջ տեսարանը, ոնց որ դու պատկերացնում ես բեմի վրա ինչպես պետք է լինի, ինչու ես այդ դեպքում վերցրել այս գործիքը կամ այն գործիքը կամ այս ձայնը, դու պետք է մտածես կերպարային եւ դա շատ օգնում է, որովհետեւ օպերային ժանրում հնարավոր չի աշխատել, եթե դու կերպարները չես տեսնում ու չես պատկերացնում։ Ցանկացած երաժշտության մեջ հնարավոր չէ, բայց օպերային առավել եւս։ Շնորհակալություն։